Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, հայեր, այն հայերին է այս խոսքս ուղղվում, ովքեր իրենց սրտի մեջ ունեն պահանջ և ունեն նաև արդարության զգացում և արդարության վերականգնման զգացում։ Այսօր շատ կարևոր օր է յուրաքանչյուր հայի համար, որովհետև 1921 թվականին այս օրը առավոտյան Բերլինում կյանքից զրկվեց թուրք շունը։ Կյանքից զրկվեց թուրք շունը Սողոմոն Թեհլերյանի գնդակի շնորհիվ։ Այդ գնդակը արձակվեց ամբողջ հայ ազգի անունից և գնդակի արձակումը արդարացի էր, որովհետև նախապես արդեն իսկ կար դատական ակտ, որով մահապատժի էր դատապարտված այդ թուրք շուն թալյաթը և այլ թուրք շներ նույնպես։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում մեր այս փոքրիկ հայրենիքում մենք ունենք հուշարձաններ, մենք ունենք կիսանդրիներ։ Ես մի քանի օր առաջ Մարալիկում էի և հենց Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ այդ թուրքշան ոտքը, որ ում գլխի վրա էր դրված Սողոմոն Թեհլերյանի ոտքը, այդ թուրքշան գլխի վրա դրված, այդտեղից ես ուղերձ արեցի մեր հայերին, մեր ազգին։ Իսկ հիմա այս խորհրդանշական օրը, մարտի 15-ին, 1921 թվականին, երբ տեղի ունեցավ այդ կարևոր իրադարձությունը, այդ կարևոր իրադարձությունը ոգեկոչելու համար, ես այսօր Երևանում եմ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրիի մոտ, ծաղիկներով, որպեսզի հիշենք նրա կատարած հերոսությունը, որպեսզի ոգեշնչվենք և չմոռանանք նաև ինչի համար ենք մենք ապրում և բոլոր նրանք, ովքեր ոտնձգություն են կատարում մեր ազգային իրավունքների նկատմամբ, նրանց էլ հասկացնենք, որ մենք կանք, մենք լինելու ենք, բացի այն, որ կանք և լինելու ենք, նաև ձեզ ենք պատժելու, գալու է պատժի օրը, արդեն ասել եմ, դատարանով, դատաստանով, արդարադատությամբ այդ պատժի օրը գալու է։ 1915 թվականից 6 տարի անց կատարվեց պատժի գործողությունը։ Մեր պատժի գործողությունը այս պայդրությամբ կարող ենք ասել ուշանում է և այդ ուշացման նաև հետևանքով մենք կրում ենք ահավոր զրկանքներ, բայց այնուամենայնիվ այդ օրը գալու է։ Այս ծաղիկները դնենք այստեղ, շատ կարևոր է, որ մենք այսօրը հիշենք, Աչափնյակ թաղամասում ենք։ Այս հուշարձանը տեղադրվել է 2000-ականների սկզբին, կարևոր է, որ հուշարձանները և այս հիշողությունները և պատմությունները ուղեկցեն մեր հատկապես երիտասարդ սերունդին, որպեսզի երիտասարդ սերունդը հասկանա ոնց կարելի է պաշտպանել հայրենիքը։ Իհարկե մենք ունենք նաև այդպիսի երիտասարդներ, ովքեր որ զոհվեցին քառօրյա պատերազմի ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ և թույլ չտվեցին, որպեսզի մենք պարտվենք և դավադի պայմանավորվածությունների հետևանքով կնքվեց ինչ-որ համաձայնագրեր, բայց մենք պատերազմները չպարտվեցինք։ Դա մենք պետք է հաշվի առնենք, որ 44 օր մեր բանակը կռվեց, 4 օր քառօրյա պատերազմի ժամանակ մեր բանակը կռվեց, բայց մենք կարող ենք նույնիսկ վերականգնեինք այն ճեղքվածքը, որը պայմանավորվածությունների, դավադի պայմանավորվածությունների հետևանքով էր առաջացել, բայց պատկերացրեք դավաճանության պատճառով մեզ դուրս հանեցին մեր հայրենի բնորանի Արցախ հատվածից։ Ուզում եմ ասել, որ ճիշտ է էլի է լինելու պայմանավորված պատերազմ, այսօր այս քաղաքականությունը, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, խոսում է հենց դրա մասին։ Նաև ուզում եմ ձեզ ասել, որ այդ կեղծ խաղաղության ինչ-որ պայմանագրեր և այլն, ուզում է հանձնեք, չգիտեմ ինչ հողակտորներ, հողատարածքներ, հայրենիքը, ձեր երեխաներին, ձեզ, ինչ էլ հանձնեք, միևնույն է այս թուրքական ծրագիրը դեռ չի չեղարկվել։
Հետևաբար պետք է լուրջ լինենք, պետք է սթափ լինենք եւ հասկանանք, որ սպասվում է նորից պատերազմ եւ այդ պատերազմում մեզ անհրաժեշտ է ոչ միայն բանակ, անհրաժեշտ է լուրջ սթափ քաղաքական ղեկավարություն։ Այստեղից մենք գնանք Եռաբլուր, որպեսզի նաև քառօրյա պատերազմի եւ 44-օրյա պատերազմի մեր հերոսների հիշատակը նաև հարգենք, շատ կարևոր է, բայց այդ հերոսներից ես կուզեի առանձնացնել, հիշատակել Ռոբերտ Աբաջանին, ով մենակ կանգնելով թշնամու առջև որոշում կայացրեց, որոշումը իր կյանքի գնով նաև թշնամուն ոչնչացնելն էր։ Այսինքն մեր առջև նորից կանգնած է թշնամին եւ մեր կյանքը կարևոր է, պիտանի է միայն այն դեպքում, երբ մենք արժանապատիվ ենք ապրում։ 20-ամյա Ռոբերտ Աբաջանը, ով պետք է դառնար բժիշկ, ով երիտասարդ, նոր կյանք էր մտնում, բայց կատարեց այդպիսի հերոսություն։ Կատարեց, մենք խորհրդում ենք իր առջև, իհարկե ափսոսում ենք նաև, որ այս կատարված հերոսագործությունը, հերոսությունը չի գնահատվում եւ չի պատշաճ կարգով հիշատակվում մեր հանրության կողմից։ Այսքանը։